առաքյալների ազատությունը ու պարտավորությունները։ Կարդում ենք Պողոս առաքյալի առաջին նամակը Կորինթացիներին 9-րդ գլուխ 1-ից 27-րդ խոսքերը։ Չէ որ ազատ եմ, չէ որ առաքյալ եմ, չէ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին տեսել եմ, չէ որ դուք իմ գործն եք Տիրոջով։ Թեկուզ ուրիշների համար առաքյալ չեմ, բայց հենց ձեզ համար առաքյալ եմ։ Իմ առաքելության կնիքը դուք եք Տիրոջով։ Ինձ հավատացողների դեմ իմ պատասխանը սա է. միթե մենք ուտելու եւ խմելու իրավունք չունենք, միթե մեզ հետ քույր կին պտտեցնելու իրավունք չունենք, ինչպես ուրիշ առաքյալները, Տիրոջ եղբայրներն ու Կեփասը, կամ միթե միայն ես եւ Բարնաբասը չաշխատելու իրավունք չունենք։ Ով է որ երբևէ իր սեփական ծախսերով է զինվորություն անում, ով է որ այգի է տնկում եւ նրա պտղից չի ուտում, ով է որ հոտ է արածեցնում եւ հոտի կաթից չի խմում։ Միթե ես այս մարդկայնորեն եմ ասում, կամ չէ որ օրենքն էլ է նույն բաներն ասում, որովհետեւ Մովսեսի օրենքում գրված է. կալում աշխատող եզանդունչը մի կապիր։ Բօրինաց 25-րդ գլուխ 4-րդ խոսք։ Միթե Աստվածը եզների համար էր հոգում։ Իհարկե մեզ համար է ասում, որովհետև մեր մասին է գրված, որ հերկողը պետք է հույսով հերկի, եւ կալսողը իր հույսը վայելելու հույսով կալսի։ Եթե մենք ձեր մեջ հոգևոր սերմեր ցանեցինք, մեծ բան է, որ ձեզանից նյութական բարիք ընձենք, եթե ուրիշները ձեզ վրա այդ իրավունքը ունեն, չէ որ մենք առավել եւս։ Չգիտեք, որ նրանք, ովքեր տաճարում են գործում, տաճարից են սնվում, իսկ նրանք, ովքեր զոհասեղանին են սպասավորում, զոհասեղանից են բաժին ստանում։ Նույն կերպ էլ Տերը հրաման տվեց ավետարանը քարոզողներին ավետարանից ապրել, բայց ես սրանցից ոչ մեկն էլ չօգտագործեցի, ոչ էլ այս բաները գրեցի, որ ինձ համար այդպես լինի, որովհետև ավելի լավ է ես մեռնեմ, քան թե մեկն իմ պարծանքը ունայն համարի, որովհետև եթե ավետարանը քարոզեմ, դա ինձ համար պարծանք չի լինի, քանի որ դա ինձ վրա դրված պարտավորություն է, եւ վայ ինձ, եթե ավետարանը չքարոզեմ, եթե դա իմ կամքով անեմ, վարձ կունենամ, իսկ եթե ոչ, ապա դա ինձ Տիրոջից վստահված տնտեսություն է։ Հապա իմ վարձը ինչ է։ Այն, որ ավետարանը ձրի քարոզեմ, չօգտվելով այն իրավունքից, որ ավետարանից է, բոլորից ազատ լինելով ինքս ինձ բոլորին ծառա եմ դարձրել, որ շատերին շահեմ, հրյաների հետ հրյաների պես եղա, որ հրյաներին շահեմ, օրենքի տակ եղողների հետ օրենքի տակ եղողի պես եղա, որպեսզի օրենքի տակ եղողներին շահեմ, օրենք չունեցողների հետ օրենք չունեցողների պես եղա, իբրև ոչ թե ես Աստծո առաջ օրենք չունեի, այլ Քրիստոսի օրենքի տակ էի, որպեսզի օրենք չունեցողներին շահեմ։ Ամենքի հետ ամեն ինչ եղա, որ ինչ էլ լինի, ոմանց փրկեմ։ Այս ամենը անում եմ ավետարանի համար, որպեսզի նրան հաղորդակից լինեմ։ Չգիտեք, որ մրցած պարեզում վազողները բոլորն են վազում, բայց մեկն է մրցանակը ստանում։ Դուք այնպես վազեք, որ մրցանակի հասնեք, եւ ամեն ոք, ով մրցում է, ամեն ինչում ժուշկալ է լինում։ Արդ նրանք մրցում են, որ մի ապականելի պսակ ստանան, իսկ մենք անապական։ Ուրեմն ես այդպես եմ վազում, ոչ թե աննպատակ, այդպես եմ մրցում, ոչ թե օդը ծեծելով, այլ իմ մարմինը ճնշման եմ ենթարկում եւ հնազանդեցնում, որպեսզի չլինի թե ուրիշներին քարոզելով ինքս անպիտան լինեմ։